Կոնգրես ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները Ալավերդի քաղաքում են։ Սայաթնովա հրապարակում հավաքված ալավերդցիները եկել են ծանոթանալու դաշինքի նախընտրական ծրագրին։ Դաշինքի 5 ներկայացուցիչներից առաջինը ելույթ ունեցավ Աշոտ Մանուկյանը, ով ներկայացրեց դաշինքի ընտրական ծրագրի 3 սկզբունքները՝ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն։ Ըստ դաշինքի հենց այս սկզբունքների վրա պիտի հիմնված լինի պետության օրինակելի մոդելը, որը կծառայի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին։ Մեր կարգախոսը խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն։ Ոմանց ականջին դա շատ ծանր եւ սուր է հնչում, բայց նրանք, ովքեր որ դրան դեմել են խոսում, իրենց հոգու խորքում տեսնում են, որ այլ ճանապարհ չկա։ Հնարավոր չէ Հայաստանը զարգացնել որևէ այլընտրանքային ճանապարհով, որովհետեւ վերջի գոնե 20 տարին ապացուցեց, որ ստատուս քվոյով հավակնություն ունենալ, որ կարելի է երկիրը զարգացնել, դա չի հաջողվում։ Դրան հակառակ մենք դրան զուգահեռ այդ խնդիրը չկարողանալով լուծել, գնում ենք դեպի անդունդ։ Կոնգրես ՀԺԿ դաշինքի մյուս թեկնածուն Ստեփան Մինասյանը նշեց, որ բազմիցս եղել է Ալավերդիում եւ լավ ծանոթ է տեղի խնդիրներին։ Ըստ Ստեփան Մինասյանի, վերջին 20 տարիների ընթացքում այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն գտել, այլև ավելի են խորացել ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլ ընդհանրապես Հայաստանում։ Թեկնածուն նշեց, որ գործող իշխանությունն իր գործունեության ընթացքում կարողացել է ապահովել միայն զինված ուժերի հզորությունը, սակայն ներսից պետությունը թույլ է մնացել։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ երկիրը լինի ժողովրդավար երկիր, ունենա ժողովրդի ցավերով, ժողովրդի քաղաքացու իրավունքները պաշտպանող, բարեկեցիկ կյանք ապահովող, արդարություն եւ բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծող պետություն, այլ ոչ թե այն, ինչ ունենք այսօր։ Ունենք երկիր, որը թաղված է կոռուպցիայի մեջ, ունենք ամենաթողության ու անպաշտպանության մթնոլորտ, ունենք մենաշնորհային տնտեսություն եւ մարդիկ, որոնք երբ օրենքը չի աշխատում, իրենց վեր են դասում այդ օրենքից։ Ստեփան Մինասյանը նշեց, որ պետությունը կարող է ծաղկել միայն խաղաղության շնորհիվ, կոնֆլիկտային երկրներում միայն կոռուպցիան է զարգանում։ Իրենց դաշինքը ելքը տեսնում է հարևան երկրների հետ ազատ շփման մեջ, վստահություն վայելող իշխանություն ստեղծելու մեջ։ Մեզ հնարավորություն է տրված կատարելու այդ վճռական վերջին քայլը, որպեսզի կարողանանք հասնել այն նիշերին, որ ամրագրված է Կոնգրես ՀԺԿ դաշինքի ծրագրում, որպեսզի իրականացնենք այն ձգտումները, որ մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում ցանկանում է, բայց դժբախտաբար դեռևս չի հասնում։ Եթե մենք խնդիրը դնում ենք, ինչպես Տեր Պետրոսյանն է ասում, ինչպես մենք հիմա դաշինքով խաղաղության ծրագրում ենք ասում, որ հենց հիմա մենք պատրաստ ենք այդ նույն տարբերակին, ինչ կար 97 թվականին, մոտավորապես նույն տարբերակին, եւ մենք ասում ենք, այո, մենք համաձայն ենք այս առաջարկածին, ինչ որ առաջարկել են եռանախագահները։ Այստեղ մենք դառնում ենք աշխարհի հետ համընթաց քայլող պետություն, մենք ձեռք ենք բերում հեղինակություն, այդ ողջ ճնշիչ ուժը Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ընկնում է Ադրբեջանի վրա։ Իսկ Ալիևը այդ մարդը չի, որ ասենք Չինաստանը չի, որ ասի չէ, ձեզ հաշվի չեմ առնում։ Շատ գեղեցիկ ինքը կհամաձայնվի դրա հետ։ Հող տվին ապրիլին եւ զոհեր տվեցինք մենք։ Այսպես շարունակվելու դեպքում դա կկրկնվի։ Իսկ բոլոր ուժերը, որոնք գալիս են, ներկայացնում են տնտեսական տարբեր ծրագրեր, այս կանենք, այն կանենք եւ այլն, տնտեսական ծրագրեր մենք ունենք, դեռ 12 թվականից հրաշալի ծրագրեր ունենք, բայց այդ ծրագրերը երբեք իրականություն չեն դառնա, եթե երկիրը գտնվում է պատերազմի եզրին։ Պատերազմի եզրին գտնվող երկիրը չի կարող ներդրումներ ունենալ, ներդրումներ բերել, չի կարող զարգացող տնտեսություն ունենալ։ Կոնգրես ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներից վերջինը ելույթ ունեցավ ազգային ժողովի պատգամավոր, ռեյտինգային եւ համամասնական թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Վերջինս անդրադառնալով այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերին նշեց, որ միայն իրենց կուսակցությունն է, որ երկրի ներկայիս վիճակի բարելավման լուծում է առաջարկում։ Այս ընտրապայքարում եղած կուսակցություններից եւ ոչ մեկը չեն ասում մի բան, որը Հայաստանին իրականում կհանի այս վիճակից
կստեղծի մի վիճակ, երբ որ մենք կարող ենք, ասենք, հանգիստ շնչել, ստեղծագործել, չմտածել մեր երեխաների մասին, ռազմաճակատում, մարտնչող, վստահ լինել, որ մի օր մեր գլխին չեն խփի, չգիտեմ, ռմբակոծումներով, հարցակումներով եւ այլն եւ այլն։ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նաև ալավերցիների կողմից հնչեցրած հարցերին ու խնդիրներին։ Շալիկոն հարցնում է ավանդների հարցում մենք ինչ ենք անելու։ Ուրեմն ես ուզում եմ Շալիկոին ասեմ, որ մենք գտել ենք ավանդների վերադարձի լուծման մեր կարծիքով լավագույն տարբերակը։ Մենք ավանդները ձևակերպելու ենք որպես պետության պարտք, որպես պարտատոմս։ Ու այդ պարտատոմսը հնարավոր կլինի վերավաճառել ֆինանսական շուկայում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հետևյալը, որ այն մարդը, ով, ասենք, ժամանակ ունի սպասելու, որ հետո այդ պարտքի մարումը ստանա պետությունից, ինքը կարող է սպասել։ Բայց եթե ինչ-որ մեկին պետք է արագ, հենց հիմա փող, նա կարող է այդ պարտատոմսը վաճառել ֆինանսական շուկայում։ Ալավերդիում հանդիպումն ավարտելուց հետո կոնգրես ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն ուղևորվեցին օձուն, այնուհետև Ստեփանավան ներկայացնելու իրենց նախընտրական խաղաղության ծրագիրը։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր լրատվական։